16 թվականից 17 թվական տեղափոխվում է անորոշությունները, հա, որովհետև աշխարհը շատ արագ փոխվում է եւ տարածաշրջանի վրա դա մեծ ազդեցություն է թողում։ Հիմա այս տարի մենք սպասում ենք ընտրություններ Հայաստանում, որը մի փոքր ձևափոխել է քաղաքական դաշտը եւ նաեւ սպասում ենք ընտրություններ Ֆրանսիայում, իսկ Ֆրանսիան մենք գիտենք համանախագահ երկրներից մեկն է եւ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրներից է։ Գումարած դրան, որ ԱՄՆ-ում, որը երկրորդ տարածաշրջանում համանախագահների երկրներից է, հա, տարածաշրջանային հարցով զբաղվող, այնտեղ ձևավորվում է դեռևս կառավարություն, նոր նշանակումներ են լինում եւ դեռևս պարզ չեն Թրամփի ադմինիստրացիայի հայացքները կապված Հայոց ցեղասպանության հետ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ, այսինքն այստեղ սպասելիքներ կան եւ մի քիչ անորոշ։ Դրա համար կարելի է տեղեկատվական անվտանգության մասը բաժանել երկուսի, հա, դա ներքին հայաստանյան եւ արտաքին հայաստանյանը լինելու, ներքին հայաստանյան մի քանի process է լինելու, դա կապված ընտրությունների հետ եւ կապված Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես գիտենք, անցյալ տարի ապրիլին շատ ուժեղ հակամարտություն էր զինված, նույնիսկ որը նաեւ ուղեկցվում էր տեղեկատվական, արդեն կարելի է ասել պատերազմով, քանի որ Ադրբեջանը տրամաբանությունից դուրս գործող երկիր է հիմա, յուրաքանչյուր վայրկյան կարելի է սպասել պատերազմական գործողությունների վերսկսման եւ դրա համար բոլոր հնարավոր նաեւ տեղեկատվական ունեցած խոցերը, տեղեկատվական ունեցող թուլությունները պետք է անպայման փակել եւ շարունակել զարգացնել, հա, այս ոլորտը, որը Հայաստանում բավականին լավ զարգանում է։ Կապված ընտրությունների հետ այստեղ սպասվում է իմ կարծիքով աննախադեպ ֆեյքերի ավելացում, այսպես ասեմ, այսինքն տեղեկատվական պատերազմ է գնալու կուսակցությունների մեջ եւ այն ինչ որ մեզ թվում էր մի փոքր անսովոր 2013-ին, այս տարի բավականին ուժգին պայքար է գնալու եւ իմ կարծիքով օգտագործվել են ոչ միայն կեղծ հաշիվներ, այլ նաեւ տեղեկատվական գրողներ եւ կայքերի վրա եւ Facebook-յան հաշիվների վրա, այսինքն այն մարդկանց, ովքեր ուզում են չկորցնել, հա, իրենց հաշիվները, ես խորհուրդ կտայի իհարկե կես լուրջ կես կատակ ապրիլին Facebook-ը անջատել եւ գնալ գործերով, հետո նոր վերադառնալ Facebook, որովհետեւ պատկերացնում ենք ինչ ծավալի հայհոյանքներ, հա, փոխադարձ վիրավորանքներ եւ տեղեկատվական գրողներ, հաշիվների վրա բողոքարկել եւ այլն, այս ամեն ինչը հաստատ լինելու է։ Կապված արտաքինի հետ կրկին ասում եմ, հիմնականում պետք է հասկանալ ամերիկյան նոր վարչակազմի դիրքորոշումը կապված Արցախի եւ Թուրքիայի այդ թվում ցեղասպանության ընդունման հետ, այստեղ արդեն երբ որ մոտավորապես պարզ կլինի օրակարգը ամերիկյան վարչակազմի, ըստ դրա պետք է գործել, որովհետեւ եթե դա լինի սիրալիր վերաբերմունք Թուրքիայի հանդեպ եւ Ադրբեջանի հանդեպ, այստեղ մի ձևի պետք է աշխատել, եթե տարբերակվել է դեպի Թուրքիա մոտեցումը եւ դեպի Ադրբեջան մոտեցումը, այստեղ իհարկե լուրջ ձևի պետք է հայկական կողմը աշխատի եւ եթե լավագույն տարբերակով Թրամփը կանգնի մեր կողմը, հա, այստեղ իհարկե ուրիշ ձևի պետք է աշխատել, բայց ինձ թվում է պետք է սպասել ամեն դեպքում։ Ֆրանսիայում սպասվում են ընտրություններ եւ առաջատարը Ֆրանսուଆ Ֆիյոնն է, ու մենք գիտենք, որ բավականին լավ շրջապատ ունի այդ մարդը, պրոհայկական, այստեղ կարելի է ուղղակի չսպասել, երբ Ֆրանսիայի ժողովուրդը կկատարի ճիշտ ընտրություն, հա, եւ Ֆրանսուଆ Ֆիյոնը կդառնա նախագահ, դա մի փոքր մեզ կօգնի այնքանով, դե իհարկե մենք գիտենք, որ քաղաքականությունը ծանոթ բարեկամ չի ճանաչում, բայց առնվազն մենք հայկական դիրքորոշում ունեցող Ֆրանսիայի նախագահ չենք ունենա։